Վերադարձանք տաղավար ու եթե նկատեցիք, ես վստահ եմ, որ դուք շատ ուշադիր եք հեռուստատողներ, հաստատ նկատեցիք, պատահական չեն այս գեղեցիկ գինու շշերը։ Բաժակները։ Բաժակները, ես արդեն շիշ եմ տեսնում։ Չէ, շշերին էլ կհասնենք։ Պատահական չեն մեր սեղանին, որովհետև սիրելիներս, այս տարի հունիսի 6-ից 8-ը Երևանի սրտում Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցներում արդեն ավանդական դարձած նշելու ենք, այո, մեր գինու օրերը։ Եվ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին Մերի Բադալյան, Երևանի գինու օրերի փառատոնի կազմակերպիչ եւ Լուսինե Գևորգյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ, բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ նորից մեր տաղավարում տեսնել։ Ո՞նց եք։ Հիանալի։ Հա։ Երևանյան փայլուն առավոտի պես։ Ես վստահ եմ, որ դուք շատ եք չարչարվել, շատ այսպես բուրոն աշխատանքներով պատրաստվել, բայց քիչ մնաց շատ շուտով 3 օրից կարելի է աշխատանքը 3 օրում ամփոփում ենք։ 8 ամսվա աշխատանք։ Բայց մինչև այս 8 ամսվա աշխատանքին անդրադառնալ 2025 թվականի մասն է խոսքը։ Անդրադառնանք դերևս 2024 թվականին, ինչպիսին էր արդյունքները, որովհետև բավականին շատ լուրջ այսպես փոփոխություններով արդյունքներ կան։ Հա, շոշափելի էին արդյունքները, բավականին երկար ենք աշխատում արդյունքների վրա ու տարվա վերջում հազիվ ստանում ենք արդյունքները, թվերով, եթե արդյունքները սիրում են թվերով արտահայտվել, երևի թե ասեմ, որ ամենամեծ հաջողությունը դա զբոսաշրջիկների հենց այցն է Հայաստան հենց գինու օրերի համար, դա մոտավորապես եթե վերցնենք 20-24 հազար զբոսաշրջիկ այդ ժամանակահատվածում 3-ից 7 օրվա համար գալիս է Հայաստան, հաջորդ մեծ թիվը, որը շատ կարևոր է, որովհետև դա նաև խոսում է տնտեսական կարևոր ազդեցության վրա, դա 250 ներգրավված գործընկերների մոտավորապես 2 միլիոն 100 հազար դոլարի շրջանառությունն է ու բոլորը ամբողջը սպիտակ դաշտով, որտեղ մենք դա պարտադրում ենք մեր գործընկերներին, ով ներգրավում է, սա այդ երկու ամենամեծ թվերն են, որ մեզ շատ ուրախացնում են։ Առաջին տարիներին, երբ փառատոնը դեռ նոր էր, միայն Սարյան փողոցն էր եւ կարծես միայն գինու շուրջ էր ամեն ինչ, բայց տարեցտարի եւ փողոցները ավելացան, այս տարի արդեն Թումանյան եւ Մոսկովյան եւ իհարկե ռեստորաններն են հրավիրվում, այսինքն գաստրոտուրիզմը եւ ընդհանուր այսպես գաստրո փառատոն է դառնում բացի գինուց։ Այս փոփոխություններն այս տարի նոր ցուցանիշներ ունեն։ Ճիշտ է, առաջի 2 տարին եղել է միայն Սարյան փողոցը, հետո արդեն դրանից հետո միացել են Թումանյան ու Մոսկովյանը միշտ 19 թվականից, բայց առաջի տարվանից էլ միշտ եղել են մոտավորապես ինչքան գինի է եղել, դրա կես չափով կամ ավելի քիչ սնունդ եղել է, որովհետև առանց սննդի փողոցային փառատոնը, որտեղ ալկոհոլ կա, դա մի քիչ վախենալու է, մանավանդ որ մենք էքսպո չենք, այլ հենց փողոցային ոճի փառատոն են կազմակերպում, դրա համար սնունդը միշտ կա ու միշտ այդ պահպանում ենք հարաբերությունը, միշտ լինում է մոտավորապես 80-100 գինեգործ, բայց 30-35 սնունդ, ոչ ավել։ Այս տարի ինչ նորություն է։ Այս տարի նորությունը երաշտականն է, կարելի է ասել, որի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետարանին, որովհետև մեր ռազմավարական գործընկերն է երաշտական հատվածով Երևանի քաղաքապետարանը, այս տարի երգերը բոլոր նվիրված են լինելու քաղաք Երևանին։ Հետաքրքիր խորագիր ունի, բայց այս տարի նաև։ Սեր Երևան։ Այո, Սեր Երևան։ Ինչու ընտրվեց հենց այդ խորագիրը, Սեր Երևան։ Ինձ թվում է մենք սիրո կարիք ունենք, առաջինը տարածելու եւ հետո մեր Երևանը իրոք կարիք ունի։ Սիրո կարիք միշտ բոլորս ունենք, այդ միշտ դա չի սպառում։ Փաստում ենք, բայց կային այնպիսի ժամանակներ են երևի հիմա, որ առավել պիտի ընդգծվի, որ մարդիկ հասկանան։ Իհարկե։ Ու դրա համար բայց գաստրոնոմիկայի պահով Անին, քանի որ քիչ առաջ ներկայացրեց, երեք երբ որ ավելի այսպես խորապես փորձում եմ ծանոթանալ, ինձ էլ գրավեց մի հատված, որ ավելի լուրջ ինչ-որ մոտեցում կա։ Այսինքն այս տարի, եթե չեմ սխալվում, նաև նախորդ տարի ռեստորաններն էլ արդեն մենք կարողացանք ներգրավել պրոֆեսիոնալ խոհարարների, որոնք որ գալիս են խաղարկությունները նաև իր հերթին։ Սա բացատրեմ, գոյություն ունի Երևանյան գաստրոնոմիկ օրեր, որը տեղի է ունենում Երևանի
գինու օրերի ժամանակ, բայց սա 2 տարվա ընդմիջումով է լինում, այսինքն 2 տարին մեկ է լինում։ Այս տարի չունենք, ունենք մյուս տարի 2026 թվականին 10-ամյակին նորից լինելու են, արդեն ունենք մի քանի երաստղ Միշլին աստղ, Բոկուզդող անցյալ տարվա Բոկուզդող հաղթող Պոլ Մախկոն, իր հայրը Ռեժիս Մախկոն, էլի Բոկուզդող հաղթած, այդ միայն ամենաթոփերին եմ ասում հիմա, մնացածը թե ով կգան գաղտնիքեր ես տարվա համար։ Որովհետև շատ լուրջ հաջողություններ ձեռք բերեցինք, շատ լուրջ այսպես նշաձող նույնիսկ սահմանեցինք, ինձ թվաց կարելի է ամեն տարի արդեն անել։ Ինչի՞ է պայմանավորված, որ 2 տարի մեկ են անում։ Ֆինանսների, որովհետև սա այնպեսի մենք երկար ենք զրուցել Լուսիի հետ, Լուսին գիտի, իրենք շատ ողջունում են մեր այդ գործունեությունը, սա արվում է նրա համար, որպեսզի ուրիշ տեսակի տուրիստներ ավելի վճարունակ, ուրիշ սեգմենտ տուրիստներ գան Հայաստան, եւ ինքը գինու օրերի նման չէ, որ կարող է ֆինանսական մոդելի վրա դրվել ու ինքնաբավ լինել, այլ սա որտեղ այստեղ չի լինի, որ Միշլին աստղի համար վճարեն օրինակ 10,000 դրամ մուտքավճար եւ այլն, դա բացառվում է, դա պիտի լինի։ Այո։ Լուսինե, նաև խոսենք այն մասին, որ այո, իհարկե այս ամեն ինչը խթանում է զբոսաշրջության զարգացմանը, իհարկե գինեգործության զարգացմանը, հետաքրքիր է նաև ահա այս ամենի համատեքստում լինում են համագործակցություններ, նոր արտաքին կապեր, որոնք որ զարգացնում են հենց գինեգործությունը եւ արտաքին աշխարհը իրար հետ։ Իհարկե, շատ ճիշտ նկատեցիք, գինու տուրիզմը, էնոտուրիզմը, որը գաստրոնոմիկ տուրիզմի մի մասն է կազմում, մեր ռազմավարական 3 ուղղություններից մեկն է՝ պատմամշակութային, գաստրո եւ արկածային։ Հիմա մշակվում է 2026-2030 թվականների Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ռազմավարությունը, որը հուսով ենք հուլիսին կներկայացվի կառավարություն, եւ այո, այս 3 ուղղությունները մեր ռազմավարական ուղղություններից մեկն են եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի զարգացնենք եւ ունենք միջազգային համագործակցություն պետական մակարդակով տարբեր երկրների զբոսաշրջության նախարարությունների կամ կոմիտեների հետ, ինչպես նաև մասնավոր ընկերությունների հետ համագործակցություն, օրինակ, մյուս տարի մենք ակնկալում ենք շատ մեծ գինու մրցույթ Հայաստանում, այո, որը կնախորդի Երևանի գինու օրերի 10-ամյակին նվիրված միջոցառումներին, Հայաստան կայցելեն հարյուրավոր սոմելիեներ, մենք կունենանք, չեմ ասում անունը, դրա մասին առանձին թերևս կխոսենք Տիկին Մուրադյանի հետ, եթե մեզ հրավիրեք։ Այո, մենք միշտ պատրաստ ենք սիրով։ Եվ պետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր աջակցությունն է հայտնել այդ միջազգային եվրոպական մրցույթին, որը մյուս տարի կհյուրընկալվի Հայաստանում։ Այսինքն մենք շատ կարևորում ենք էնոտուրիզմը, ընդհանրապես գինու մշակույթի զարգացումը Հայաստանում, մենք կարծում ենք, որ հիմա հենց այն պահն է, երբ մենք օղի խմող ժողովրդից դառնում ենք գինի խմող կամ վերադառնում ենք։ Այո, ճիշտ եք ասում, վերադառնում ենք մեր արմատներին այն ամենին, ինչը որ իրականում մեր արյան մեջ է։ Մի հատ էլ կարևոր նորություն, որով ուզում եմ կիսվեմ, զբոսաշրջության կոմիտեն կունենա տաղավար, այո, եթե չեմ սխալվում, փողոցների հատման կետում, կենտրոնական հատվածում։ Այսինքն թվում է տուն թանգարանի հենց դիմաց։ Հա, մոտավորապես այդտեղ մի քանի հատվածներ կան։ Ինչ է տաղավարի մասին է խոսքը։ Մենք տարբեր երկրներ են գնում, Հայաստանի Հանրապետություն Արմենիա տաղավարով ներկայացնում ենք Հայաստանը եւ կարեւորելով զբոսաշրջիկների հետ անմիջական շփումը, այս տարի մենք որոշեցինք համատեղ նաեւ որ զբոսաշրջության կոմիտեն ներկայացված լինի եւ զբոսաշրջիկներին ներկայացնի նաեւ տեղում Հայաստանը, քանի որ հիմա նրանք գալիս են, կարող է լրացնել մեծ բացեր։ Այո, Երևանում են լինում այդ պահին, իսկ մենք նրանց ցույց կտանք ամբողջ Հայաստանը QR կոդերով, հնարավոր կլինի թվային տարբերակով ճանապարհորդել Հայաստանում, ինչպես նաեւ մենք նրանց կնվիրենք քարտեզներ Հայաստանի Հանրապետության եւ կնվիրենք մեր կատալոգները, որտեղ ամբողջ մեր
այսպես ասած պալիտրան է զբոսաշրջային բացվելու զբոսաշրջիկներին, կլինեն անակնկալներ եւ դեզ եմ հրավիրում, եկեք զբոսաշրջության կոմիտեի տաղավար ծանոթանալու մեր զբոսաշրջային պրոդուկտներին։ Հենց այդ բանը այդտեղ պետք է մեքենաներ, մեծ մեքենաներ, այսպես նաեւ ապահովության համար ունենենք, զբոսաշրջիկները երբ որ ձեր ներկայացած հատկապես բարձր տրամադրությամբ գինովցած, գնացեք Գառնի, դուք գնացեք Սևան, այսպես բջնի, Գառնի, տարբեր տեղեր։ Հաջորդ տարի խնդրում եմ այս հաջորդ երկուշաբթիից սկսած այդ տուր պրոդուկտները վաճառել կամ նվիրել մյուս շաբաթվանից սկսած։ Եվ խոսենք նաև եւս մեկ կարևոր կոմպոնենտի մասին, որը որ եւս ներկայացնում է մեր երկիրը եւ մեր երկրի դեմքը այս նման փառատոնների ժամանակ, որտեղ որ նաև արտերկրից շատ հյուրեր են ունենում, այ էկո թիրախավորումը, որը որ արգելում է ինչ, ասեք արդեն դուք։ Կոնկրետ մենք առաջին տարվանից պլանավորված գնացինք նրան, որ արգելելու ենք պլաստիկ բաժակների օգտագործումը եւ հնարավորինս պլաստիկի բացառումը, սննդի հետ մի քիչ չեն կարողանում դեռ պայքարում ենք, բայց գինու հետ արդեն հաջողվել է, կարելի է ասել մոտավորապես 100,000 պլաստիկ բաժակ ենք փրկել։ Մենք ամեն անգամ հաշվում ենք, թե քանի պլաստիկ բաժակ ենք փրկում գինու օրերի ընթացքում, որ թույլ չենք տալիս պլաստիկ բաժակներով խմել գինին եւ հետո հարիր է, որ ավելի ապակե բաժակի մեջ ավելի բույրը զգան։ Նաև տոմսերն եք դուք հետո։ Այո, եւ ամբողջ բացի տոմսերից, ամբողջ թղթային ինչ նյութ որ մնում է, մենք ուղարկում ենք վերամշակման հատուկ դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնում ենք։ Շատ ողջունելի է։ Մենք անամբեր սպասելու ենք նաև 2026 թվականին, թե ինչ է սպասվում։ Դուք արդեն մեզ գայթակղել եք, վստահ եմ նաև մեր շելի հեռուստատողներին, մեր հայրենակիցներին, չնայած որ մենք վստահաբար եմ ասում առիթներ ունենալու ենք դրա շրջանակներում։ 2026-ին հասնելը մենք ունենք դեռ բազմաթիվ փառատոներ։ Երևանում կանցկացվեն գարեջրի օրերը, ինչին աջակցում է զբոսաշրջության կոմիտեն, կունենանք մարզային միջոցառումներ Դիլիջանում, Սյունիքում, տարբեր մեր մարզային փառատոները։ Ինչպես կարելի է տեղեկանալ այդ բոլոր փառատոները։ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջից Facebook, Instagram եւ նաեւ մեր կայքը travel.armenian։ Այս տարի նույնպես հագեցած լինելու կարճ ասած նմանատիպ ծրագրեր։ Այո, եւ մեր տաղավարը միշտ պատրաստ է հյուրընկալելու ձեզ այս ամենի մասին ավելի մանրամասն խոսելու, ներկայացնելու համար շնորհակալություն ենք հայտնում եւ հաջողություն գալիք օրերին այս պատասխանատու աշխատանքը պատվով իրականացնելու համար։ Սպասում ենք ձեզ։ Սպասում ենք, այո, Մենք էլ անպայման կգանք, չնայած թե անի մոտ է շատ խառը շրջան, թե մեզ մոտ է շատ խառը շրջան, բայց հաստատ օրվա վերջ կարելի է գալ, լավ տրամադրություն ապահովել, շփվել մարդկանց հետ, ծանոթանալ մեր արտադրանքի հետ։ Շատ շնորհակալություն ձեզ, ձեզ լավ օր եմ ուզում ես էլ մաղթեմ։ Ուրբաթ շաբաթ կիրակի է, ես հենց նոր հիշեցի, դա պետք է հաշվի առնել։ Շաբաթ կիրակի պատիկոս ասում էր աչի գնաց մարզանքի։ Մենք կգնանք գինու Երևանի գինու օրերին։ 6-ին, 7-ին, 8-ին։ Մուտքը նույնպես, եթե չեմ սխալվում, նույն գինն է մնացել, չէ՞, տոմսը։ Մուտքը ազատ է։ Եկեք դա ֆիքսենք, բաժակը, բաժակի մասին է խոսքը։ 5 տարիների բաժակը կարող եք օգտագործել, դա մեր սոցիալական պատասխանատվությունն է, իմացեք, եւ եթե չունեք 5 տարիներին համեցեք, գնեք նորը եւ համտեսեք 100-ից ավել գինիները, 1000-ից ավել տեսակ գինիները։ Բայց վստահ եղեք, որ հետո ձեզ տուն հասցնող կլինի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Իսկ մենք այս պահին կունենանք երաժշտական դադար, որից հետո կարծես թե պետք է վերադառնանք, որ խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, ովքեր անհամբեր սպասում են ներկայացնել նոր լրագրություն։